Հայաստանում հարցվածների 26%-ը համոզված է, որ աղջիկը մինչև ամուսնանալ չպետք է ընկեր ունենա։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում 2016 թվականի զեկույցի համաձայն բնակչության կեսը համարում է, որ աղջկա համար առաջին ընկեր ունենալու լավագույն տարիքը 18-ից 20 տարեկանն է։ Իդեպ, եթե տղաների 30%-ը համարում է, որ աղջիկը մինչ ամուսնանալ չպետք է ընկեր ունենա, ապա տղաների դեպքում 15 անգամ քիչ, տղաների 2%-ն է համարում, որ տղաները մինչ ամուսնանալ չպետք է ընկերուհի ունենան։ Դա էլ երևի կատակով էին ասում։ Տղայի համար առաջին ընկերուհի ունենալու ամենալավ տարիքը նույնպես 18-ից 20 տարեկանն է, ըստ հարցվածների կեսի, իսկ հարցվածների 20%-ի կարծիքով տղաներն առաջին ընկերուհի պիտի ունենան մինչև 18 տարեկանը։ Ընկեր ունենալուց հետո խոսենք ամուսնանալու տարիքի մասին։ Հարցվածները աղջիկների համար ամուսնանալու լավագույն տարիքը համարում են 20 տարեկանը, 39%-ի համար լավագույն տարիքը 18-ից 20 տարեկանն է, 42%-ի համար 21-ից 24 տարեկանը։ 25 տարեկանը համարվել է աղջիկների ամուսնանալու համար վերին շեմ, այն էլ միայն հարցվածների 13%-ի համար, իսկ 25-ից բարձրը լավագույն տարիք է համարվել հարցվածների միայն 4%-ի համար։ Տղաների համար ամուսնանալու ամենալավ տարիքը հարցվածները համարել են 25 տարեկանը։ Եթե աղջիկների համար 25-ը արդեն ուշ է, տղաների դեպքում 25-ից բարձր տարիքը ամուսնանալու լավ տարիք է համարվել հարցվածների 22%-ի կարծիքով։ Աշխարհում տղամարդիկ միջինը 3-7 տարի ավելի ուշ են ամուսնանում, քան կանայք։ Այս տարբերությունն ավելի մեծ է աղքատ երկրներում։ Օրինակ Եգիպտոսում Հայաստանի նման տարբերությունը 5 տարի է, իսկ Ֆրանսիայում ընդամենը 1.6 տարի։ Իդեպ, միջազգային որոշ հետազոտությունների համաձայն ամուսնանալու ամենալավ տարիքը 28-ից 32 տարեկանն է։ ՄԱԿ-ի հետազոտության համաձայն երկրում ամուսնանալու տարիքի և երկրի համախառն եկամտի միջև ուղղակի կապ կա։ Ավելի հարուստ երկրներում, օրինակ Ֆինլանդիայում և Շվեդիայում չեն ամուսնանում մինչև 30 տարեկանը, իսկ օրինակ Կենտրոն Աֆրիկյան Հանրապետությունում ամուսնանում են մինչև 20 տարեկանը։